Իրական դիզայնի մենամարտ իրական ժամանակում Wood ստեղծարար կենտրոնում անցկացվեց UI/UX Design Battle-ը, որտեղ իրական ժամանակում խիստ կանոններով մրցեցին դիզայներները եւ փորձեցին իրենց ուժերը UI/UX լուծումներ մշակելու գործում։ Battle-ի առաջադրանքը տրամադրվել էր գլխավոր գործընկեր Converse բանկի կողմից։ Առաջադրանքը հետևյալն էր՝ աշխատել բանկի բջջային հավելվածի վրա, բանկի դիզայն համակարգի պահպանմամբ, օգտագործելով ցանկացած ռեսուրս, նեռոցանցեր, Google, բանկային նախագծերի օրինակներ եւ այլն։ Մեր հավելվածը կառուցելու ընթացքում ամբողջ հիմքը դրված էր նրա վրա, որ հավելվածը հաճախորդի համար է ու հաճախորդը ինքն է կառուցում իր մոբայլ հավելվածը, այդպիսով մենք շատ կարևորում ենք լսել հաճախորդին։ Battle-ի կազմակերպչական խորհրդի կողմից նախնական ընտրության փուլը անցել էին 7 բաթլիստներ։ Նրանք էին Արմեն Գևորգյանը, Արեգ Տիգրանյանը, Նվեր Մանուկյանը, Ռոբերտ Անտոնյանը, Իլիա Հակոբյանը, Արփինե Կարապետյանը, Սեդա Սահակյանը եւ 8-րդ բաթլիստը Մարինե Ավետիսյանը։ Բաթլիստներն առաջադրանքը ստացան տեղում էլեկտրոնային նամակով եւ այն կատարելու համար նրանց տրվեց 120 րոպե։ Ամենակարևորը մտածված, ֆունկցիոնալ եւ վիզուալ որակյալ UI/UX լուծում ստանալն էր։ Սա էր բաթլիստների ամենակարևոր խնդիրը, իսկ մրցակցությունը իսկապես թեժ էր։ Իրենց աշխատանքը ներկայացնելու համար պատրաստվում էին տարբեր էմոցիաներով ու սպասումներով։ Լարվածությունը շատ մեծ էր իհարկե, բայց հուսով եմ արդյունքը լավը կլինի։ Բավականին լավ լուծումներ եմ առաջարկել, չգիտեմ, մինիմալ լավ ներկայացնեմ։ Մինչ բաթլիստները կատարում էին իրենց առաջադրանքը, Converse բանկի ներկայացուցիչ մարքեթինգի բաժնի եւ մոբայլ բանկինգի կրոս-ֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցը հիմնական դահլիճում հանդես եկավ ելույթով եւ ներկայացրեց բանկի քեյսը։ Ելույթներով հանդես եկան նաեւ ոլորտի փորձագետները, UX-ը էկրանից այն կողմ, Post UX, ինչը տեղի ունենում քլիքից հետո թեմաներով։ Մասնակիցները արդեն պատրաստ էին ներկայացնելու իրենց մեկը մյուսից տարբեր եւ յուրօրինակ գաղափարները, որի համար նրանցից յուրաքանչյուրին տրված էր 5 րոպե ժամանակ։ Ամենաառաջինը ես որոշեցի, որ յուզերը երբ որ հավելվածի իրենց էսեկանը բացի, առաջինը ինքը տեսնի հենց տրանսֆերները, սեմպլները, այսինքն ամենաառաջինը իր կգնեն աչքու այդ կրին կարևոր յուզերի համար, հասկանալու համար, թե որն է իր ամբողջ տրանսֆերը թե սեմպլը։ Բաթլիստների ներկայացումներից հետո մինչև ժյուրին ամփոփում էր քվեարկության արդյունքները, մասնակիցները նույնպես քվեարկեցին իրենց ամենաշատը դուր եկած աշխատանքի օգտին։ Battle-ի կազմակերպիչը Skill Event Marketing ընկերությունն է, որը ստեղծել է միջոցառման այս ձևաչափը 2018 թվականին եւ մինչև օրս կազմակերպել 11 battle, որին մասնակցել են 28 բաթլիստներ ու ավելի քան 1500 մասնակից։ Սերգեյ Ուսնունցի խոսքով այն յուրահատուկ հարթակ է, որտեղ ներկայանում են տարբեր ոլորտի փորձագետներ եւ բանավիճում արդիական թեմաների շուրջ։ Այս ամենը դրա մասին է, երբ որ ես բեմից խոսում էի ելույթի ժամանակ, ես հարց տվեցի, դահլիճում քանի դիզայներ կա եւ բարձրացած ձեռքերի քանակը 10 անգամ ավելին էր, քան բաթլիստների քանակը։ Սա ավարտը չի, մենք չենք եկել ներկայացնենք մի հատ իդեալական հավելված ու ասենք սրանով մեր գործը ավարտված է։ Հավելվածը ապրիլի 14-ին ռելիզ դնելուց հետո մենք ստացանք հաճախորդների բազմաթիվ առաջարկներ ու հենց դրա հաջորդող հենց ռելիզը ուղղված էր դրան։ Կային լուծումներ, որ մենք կարծում էինք անհրաժեշտ չի, բայց պարզվեց լավ էլ օգտագործում են հաճախորդները։ Դա օրինակ հաշիվները թաքցնելու ֆունկցիաներ ու նորանոր շատ պրոդուկտներ սպասվում է, որ մտնի դեռ շուկա, չեմ թվարկում ինչ, հետևեք, տեստեք։ Skill Event Marketing ընկերության հաղորդակցության գծով տնօրեն Աննա Մանֆրեդիի խոսքով 2019 թվականին անցկացված առաջին դիզայն բաթլը նվիրված էր գրաֆիկ դիզայնին, բայց քանի որ UI/UX-ը ավելին է, քան պարզապես դիզայնը, այն արժանացել է յուրահատուկ ուշադրության։ Ունեցանք իրական кейս Converse բանկի մոբայլ բանկինգի кейսի օրինակով, ովքեր համաձայնեցին բերել իրական պրոդուկտ եւ թույլ տալ մեր բաթլիստներին իրական ժամանակում վերլուծել, բացահայտել այդ պրոդուկտի խնդիրները եւ առաջարկել իրենց նոր լուծումները։ Բաթլիստներին գնահատեց պրոֆեսիոնալ ժյուրին, հետևյալ չափորոշիչներով համապատասխանություն բրենդին, կառուցվածք եւ UX լուծումներ, էսթետիկա եւ տեսք, գաղափար եւ հիմնավորում, իսկ 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվեց հետևյալ կերպ. երրորդ տեղ 100,000 դրամ, երկրորդ տեղ 300,000 դրամ, առաջին տեղ 500,000 դրամ։ Դահլիճի համակրանք 100,000 դրամ։ Բաթլի ավարտին հայտարարվեցին հաղթողները։
Սկզբից լարվածություն բան չկար, ուղղակի եկել էի ասում մասնակցեմ, ինչ որ ստացավ, համել ուժերս կփորձեմ։ Լարվել էի արդեն վերջում են, որ հաղթողին պիտի արդեն հայտարարեին, այդ ժամանակ է լարվածություն մի քիչ արդեն կար։ Վստահ էի իմ ուժերի վրա, որովհետև խնդրին ճիշտ լուծում էի տվել իմ կարծիքով ու ընդհանուր առմամբ գոհ եմ իմ աշխատանքից, հետևաբար նաև սպասում էի դրական արդյունքին։ UI UX Design Battle-ի գլխավոր գործընկերն է Converse բանկը։ Գործընկերներն են Woods ստեղծարար կենտրոնը, Արդի ակադեմիան, Վիզան։